Հիշում եք, ձեզ պարոն Դատախազը հարց տվեց, եթե հակառակ երթին չգային դեպի ձեր կողմ, այս շարունակին գնալ դեպի Սարյան, բախում կլիներ թե ոչ, դուք ասացիք ոչ չէ։ Հիշում եք նաև միևնույն ժամանակ պարոն Քոչարյանը ձեզ հարց տվեց, որ մայթ ու չէ ճանապարհով էինք գնում։ Դա իրավախախտում է թե ոչ, դուք ասացիք իրավախախտում։ Այս իմ ուզում եմ այս երկու պատասխանի համատեքստում հետևել հասնել։ Եթե այնուամենայնիվ Լևոն Քոչարյանը եւ մյուսները մայթով չեն գնում, ճանապարհով են գնում, չգային դեպի ձեր կողմ, շարունակեին գնալ ներողություն դեպի Սարյան։ Եվ միևնույն ժամանակ դա ձեր համար իրավախախտում է, չէ՞։ Բայց միևնույն ժամանակ ասում եք, որ մեր մեջ բախում չլինի, եթե իրենք շարունակեն այսպես գնալ։ Դեպի ժողովրդի հետ միասին բացվեն։ Այն հիմա հարցս հետևյալն է։ Եթե ձեր կողմ երբ որ իրանք թեքվեցին եւ եկան, ձեր համար դա իրավախախտում է եւ բախում է եղավ։ Ինչեւ չսեք։ Ես փորձում եմ հիմա տրամաբանությունը բռնել։ Այսինքն դա ձեր համար խախտում է եւ դուք բախման ենթարկվեցիք իրանց հետ ու վերման ենթարկվեցիք։ Ճիշտ է։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ շարունակում էին գնալ դեպի Սարյան, ելի իրավախախտում էին կատարում։ Բա ո՞նց կբացատրեք։ Պատվական դատարան ես հարավում եմ ասիլը, տեսեք, վկային հարցադրումը հնչեցվում է գոյություն չունեցող դեպքի և փաստի վերաբերյալ, այսինքն ասում է, որ չգան ինչ հայվանի միջակայքում հետ, ուղիղ գնալ ինչպես կբացատրեք, այսինքն այդպիսի բան դեպի չի ունեցել պատվական դատարան։ Իմ հարցը շատ կոնկրետ է եղել։ Ես ասում եմ, կներեք, ես հարցս հնչեցրել եմ հետևյալ կերպ։ Ես ասում եմ, որ անձինք չշրջվեին երկին հակառակային, կոնկրետ այդ բախումը, որ եղել է արդեն, որի փաստը մենք ունենք, որի վերաբերյալ վարույթ ենք խնդրել։ Կլիներ, թե չէ դրան պատասխանում ոչ, իսկ հիմա հարցը հնչեցվում է գոյություն չունեցող փաստական հանգամանքների վերաբերյալ, որին պատվական դատարան հստակ է պատասխանել, որ այո, դա հանցանք է։ Կներեք, այո, դա վարչական իրավախախտում էր, որ ճանապարհի երթևեկելի հատվածը չեն բացել։ Եվ եթե այդ ժամանակ դիմադրություն կլիներ, չէր լինի, այսինքն քրեական օրենսգրքով նախատեսված հանցավորարար կլիներ, չէր լինի, դրանք ամբողջը ենթադրություն է։ Գոյություն չունեցող փաստի վերաբերյալ հարցադրումը խնդրում եմ հանեք պատվական դատարան վերաբերյալ։ Այս հարցը ոչ մի կերպ չպետք է հանվի, այս հարցի մեջ կա մեծ տրամաբանություն, բայց փորձեմ վերադարձնել։ Մի հատ էլ ֆիքսենք, պարոն Այվազյան։ Տեսեք, պարոն Դատախազը, ձեզ ասում եմ, որ եթե չշրջվեն հետ, չգային դեպի ձեր կողմ, այլ շարունակեին Սարյանում բարձրանալ, բախում կլիներ թե ոչ, այսինքն բերման կենթարկեիք թե ոչ, դուք ասեցիք, որ ոչ, եթե շարունակեին, տես բան չէր լինի։ Պարոն Քոչարյանի հարցին պատասխանելով, որ մայթով չէին քայլում դեպի Սարյան, փողոցով էին քայլում, էդի նույնպես իրավախախտում է թե ոչ, դուք ասացիք իրավախախտում է։ Հիմա երկու դեպքում են, գնային դեպի Սարյան ճանապարհով ոչ թե մայթով, թե գնային դեպի հակառակումը ձեր կողմ, իրավախախտում է։ Ամեն դեպքում իրավախախտում, եթե կա իրավախախտում, ուրեմն պետք է լինի ձերբակալում, չէ՞։ Հիմա հարցս հետևելն է, ես ում հասկանում եմ, եթե Լևոն Քոչարյանը եւ մյուսները պետք է գնային ուղիղ Սարյանով դեպի վերև, իրավախախտում կատարելով, ո՞նց է ստացվում, որ այն դեպքում չէի ձերբակալել, բայց հենց պրացիկ եկան դեպի ձեր կողմ ձերբակալեցին։ Տարբերությունը երկու դեպքում էլ իրավախախտում։ Հարցը հասկանում եք, այո։ Երկու դեպքում էլ նշեցի, որ Շատ լավ, հարցը շատ լավ հասկացա, շատ լավ մոտեցեցիք, հիմա պատասխանը վերացեք։ Այ երբ որ մենք քաղաքացիներին հորդորում էինք, որպեսզի բոլորը բարձրանային այդ ժամանակ բոլորը փորձեցին դեպի վերև Սարյան գնալ։ Բայց պարոն Լևոն Քոչարյանը եւ իր ընկերները հակառակ ուղղությամբ դեպի մեզ գալով նաեւ ոստիկանության հետ փորձեցին տպավորություն եմ ասում, բախման ինչ-որ բան ստացվեց այդ բանը, որտեղ ճանապարհը ամբողջովին համերափակած իրար լայնքով գալիս էին դեպի մեզ։ Մենք բարձրանում ենք դեպի քաղաքացիների ուղղությամբ դեպի վերև։ Ես վստահ եմ ասում, չեմ կարող հստակ նշել, վստահ ասում, բայց հստակ չեմ կարող նշել, թե ում կողմից կարող նշված լինի, որ խախտում են հասարակական կարգ, բազմաթիվ անգամ եւ ոստիկանության բացախոսով մեքենաների միջոցով հաշվել եւ անձամբ ես վստահ եմ, որ ասվել է, բայց սակայն երևի չէ, վստահ կարող ասել չեմ ենթարկել, դրա համար բերում եմ։
Իսկ հարցը, եթե գնային մենք չենք բերման ենթարկելու եկան դեպի մեզ մենք բերման ենթարկեցինք, իրավախախտումը արդեն փաստ իրավիճակ ունեց է ստեղծել, որ արդեն պետք է բերման ենթարկվեր։ Ես եմ ուզում հասկանալ, տեսեք, դուք տարբերվող պատասխաններ տվեցիք։ Բանվանդախազատը հստակ հարցրեց, եթե Սարյանով շարունակեին բերման ենթարկելու պրոցեսը կոպիտասած կլիներ թե ոչ, այդ բախման տեսանկյունից։ Դուք ասեցիք ոչ։ Հիմա ես էլ ուզում եմ հասկանամ, ոնց է ստացվում, եթե Լևոն Քոչարյանը եւ Սերգեյ Ասատրովը մյուսները չշրջվեն հետ չգային շարունակեին, իրանց ինչի բերել։ Ես առարկություն եմ ասում դու շոմակը պատվարժան դատարանի հարցադրումը կոնկրետ դեպքին ավելաբերել։ Այսինքն ես հարցադրումը հնչեցրել եմ հետևյալ կերպ։ Եթե Լևոն Քոչարյանը, Սերգեյ Ասատրովը եւ այլ անձինք բարձրանային եւ շարունակեին շրջվեին դեպի ձեզնային կոնկրետ այս բերման ենթարկելու եւ այս բախումը կլիներ, թե չէր լինի, վկան հստակ պատասխանեց, որ չէր լինի։ Իսկ թե ապագայում ինչ կլիներ, եթե շարունակեին վերևը միգուցե Սարյան փողոցում արդեն, կամ եթե միաբանումների ձախանեին դեպի Հայքոստի ճանապարհի վրա ինչ կլիներ, դրա վերաբերյալ հարցադրում չկա եւ չի կարող լինել, որտեղ նման փաստական չկա։ Էս է խնդիրը, այսինքն իմ հարցը կոնկրետ է։ Շնորհակալ։ Բանվանդախազը շատ պրոֆեսիոնալ է, ինքը շատ լավ հասկանում այս հարցերը դեպի ուր են ուղղված, որտեղ այս հարցերի մեջ կա իրականում մեծ տրամաբանություն եւ այդ արտադրությունը հիմնականում նպատակ է հետապնդում պարզապես ժամանակ շահելու եւ վկային ինչ-որ չափով կողմնորոշելու կամ շփոթացնելու տեսանկյունից, դատարան դատարան հարցը շատ հստակ է։ Ես արդեն իսկ հնչեցված հարցերի համատեքստում եմ հարցնում։ Դատախազը հարցնում ասում է, եթե չշրջվեին, հետ չգային դեպի ձեզ, բախում կլիներ, թե չէ, այսինքն բերման ենթարկելու պրոցես կլիներ, թե ոչ, վկան հստակ պատասխանում ասում ոչ, եթե չշրջվեին դեպի մեր կողմ չգային, մենք իրանց կոպիտասած չենք տպնելու։ Հետո պարոն Քոչարյանը հարց է տալիս, ասում է, լավ, պատկերացրեք չենք շրջվում, հետ չենք գալի, ճանապարհով շարունակում ենք դեպի Սարյան գնալը, մայթով չէ, ճանապարհով։ Սա իրավախախտում է, թե ոչ։ Ասում է, այո, սա իրավախախտում է։ Հիմա հարցը առաջանում, ոնց է ստացվում, որ մի դեպքում իրավախախտում որպես այդպիսի կկալելով դեպի իրանց գալը, իրանց բերման են ենթարկում, բայց դեպի իրանց չգալու հակառակի պարագայում, դեպի Սարյան գնալու պարագայում իրանց համար թեև դա իրավախախտում է, բայց բերման չէին ենթարկում։ Ամբողջ հարցը սրանում է կայանում պատվարժան դատարան, ես այս տարբերությունն եմ ուզում հասկանալ, ինչն է պատճառը, որ երկու դեպքում էլ դա իրավախախտում է, հակառակը կգային, թե կբարձրանային դեպի Սարյանով վերել, բայց մի դեպքում բերման ենթարկելը իրանց համար ընդունելի է, մյուս դեպքում ընդունելի չէ, այս այն ուզում հասկանալ։ Ենթարկում թե ենթարկելու էին։ Ենթարկելու էին, ասում եմ, որ որտեղ դատախազն ասեց, եթե շարունակեին ճանապարհը, իրանց կոպիտասած ոչ մի բան չէր լինի։ Բայց եթե իրանց դիվագյան, բախումը հենց այդ բերման ենթարկելու պրոցեսն է, բայց եթե շարունակում էին, էլի իրավախախտում է, բախի չէին ուրեմն ձերբակալելու։ Վկա, դուք հասկացաք Հստակ պատասխանում հարցին, որ եթե իրանք շարունակեին, ոնց ու պարոն դատախազի հարցին պատասխանեցի, քաղաքացիներ բազմաթիվ քաղաքացիներ կան, եթե նրանք շարունակեին, քաղաքացիները իհարկե իրավախախտում է, ցանկացած առումով իրավախախտում է, եթե իրանք նույն քաղաքացիների հետ շարունակեին իրավախախտումը շարունակում էին բոլորը, եթե շարունակեին քաղաքացիները գնա, բնականաբար մենք հետևներից ուղղակի քայլում էինք եւ փորձում էինք նաեւ բազմաթիվ անգամ հորդորել, որ ճանապարհը երբ որ հատվածից դուրս եկեք եւ մի խախտեք այլոց իրավունքները։ Բայց երբ որ արդեն իսկ դատախազը ոնց որ նշեց, արդեն իսկ իրենք դեպի պատտվելով մեզ կոնկրետ հստակ մեր հետ կապված ոստիկանություն հստակ արդեն ոնց որ կոնկրետ մեր հետ կապված ինչ-որ խնդիրներ առաջ։ Լավ, բան արվեզան, հիմա տեսեք, շրջվեցին եկան դեպի ձեր կողմ։ Ուղղակի հանգիստ չէին գալիս։ Այսինքն փորձենք տրամաբանորեն գտնվել չէ։ Հիմա շրջվեցին եկան ձեր կողմ, ինչ-որ բախում եղավ, բերման ենթարկեցին Լևոն Քոչարյան եւ այլն։ Մյուսները շարունակեցին գնալ Սարյանով, մի վայրկյան։ Մայթով չէ, ճանապարհը դեպի իրավախախտում կադրել, ենթադրել, լավ, տենց պատկերացնենք։ Ու նաև դուք ձեր խոսքի մեջ ընդունեցիք, որ ոստիկանները իրանց հետևից դե վստահաբար ասացիք, շարունակում էին քայլել։ Բայց հետո մյուսներին ինչի բերման չէին ենթարկում, եթե իրավախախտ է։ Տեսեք, եթե գնաց դեպի Սարյան, կարճ։ բայց ինչի չէին ենթարկում։ Հասկանալ է, չէ՞։ Հասկանալ է։ Այսինքն այդ ներքևում ասում շրջվեցին, բերման ենթարկվեցին,
Շարունակում են ինչի են մարդկանց շարունակողների բերման չերտար։ Շարունակումներին, այսինքն ուղեկցում եք, բերման չեն կարճ պատասխան։ Դու կարող եք Չէ, ես է կարճ կպատասխանեմ, ուղղակի ֆիզիկապես, ասենք 1000, 2000, 3000 մարդու, եթե արդեն իրենք իրենց բողոք ակցիան են կատարում, մենք փորձում ենք հնարավորինս արդեն իրենց անվտանգությունը ապահովել։ Իսկ երբ որ արդեն մեր կողմից նշում է կոնկրետ մարդկանց կամ քաղաքացիների, որ խնդրում ենք բարձրացեք մայր, կոնկրետ հստակ մարդիկ եթե չեն կատարում մեր օրինական պահանջը, բնականաբար բերման են ենթարկվում։ Այսինքն ճիշտ է մարդները էլի դու 50 տարակ 1000 հոգի քայլում են։ Այսինքն 1000 հոգու մենք էլի թողեկած։ Այո։ Այսինքն 1000 հոգի քայլում են, իրավախախտում են անձ ենթադրյալ։ 1000 հոգի։ Դեպի վրա չֆիքսենք։ Okay։ Դուք պայմանական գնաք, այդ բոլորի մեջից ընտրեք մի հոգու, ասեք ես օրինական պահանջ եմ ներկայացնում։ Դուք ցավոք երթևեկել չխնդրում։ Չէ, ուղղակի մի քիչ ուրիշ ձեր եք ասում, դրա համար որ չգա, կոնկրետ իրան ասեք, ես իրան ասել եմ դուրս արի, ես չեկել եմ 1000 ոչ։ Եթե դուք հիմա ուզում եք ասեք, որ ինչ-որ կոնկրետ հաստատված է եղել, որպեսզի մենք կոնկրետ բերման ենթարկենք կոնկրետ մարդու, նմանատիպ բան չէ։ Մենք ասում Ձեր ասացից պարոն Քոչարյան ուզում ասի, ես ճիշտ եմ հասկանում, որ ընտրովի եք որոշում, թե ում կոպիտ ասած անվտանգությունը պահպանեք շարունակելով թույլ տալ իր ամորիկի քայլի, մեկին ձերբակալ եք օրինակ համար։ Ընտրովի է, որտեղ ձեր ասացից որտեղ ձեր պատասխանը ձեր կոնկրետ մենք հիմա խոսում ենք գործողություններից, կոնկրետ պետք է խոսենք, ոչ թե օրինակ վերեք, այ օրինակ ես ասեմ, հստակեցնում ենք։ Այս գործով ենք խոսում։ Դες ասիկ մարդիկ կա, ում ասել են, զգուշացրել են երթևեկելի հատված։ Իսկ նրանց անվտանգությունը պահպանել թողել ենք։ Մենք իրենց բերման ենք ենթարկել։ Շատ լավ, այո։ Այդ ինչի մենք, ինչ սկզբունքով անդրվում մոտենաց դասս բազմաթիվ անգամ եւս մեկ անգամ շեշտում, կոնկրետ հստակ այդ բանին, եթե չեք սպառում, իմ հիշողությունով, վստահաբար ասել, որ բազմաթիվ անգամ շեշտվել է, բազմաթիվ անգամ ասվել է մարդկանց շնորհակալություն։ Եվ հստակ կոնկրետ եթե վերհիշեք, ես կարող եմ նշել, որ ուղղակի կոնկրետ Լևոն Քոչարյանի եւ իր աջակիցների ընկերների հետ կապված հստակ երբ որ շփայված դեպի ոստիկանություն եկան, եղել է խնդիր կոնկրետ։ Իսկ մի բան էլի պարոն, դուք այդ բերման ենթարկելու process-ից հետո ինձ մեքենա եք նստացրել, հետո ինչ եք արել։ Հետո շարունակել ենք ծառայությունը, նորից նույն ձև քաղաքացիների հետ շարունակել ենք բարձրանալ դեպի Սարյան հատվածով։ Այսինքն դուք շարունակել եք։ Այո։ Անհնազանդ քաղաքացիների բերման ենք ենթարկել, այն քաղաքացիները, որոնք որ շարունակել են իրենց ակցիան, փորձել ենք հետևներից նաև եթե քաղաքացիներ, որոնք որ չեն ենթարկվել օրինական պահանջի, բերման են ենթարկվել, իսկ ովքեր որ շարունակել են իրենց ակցիան, փորձել ենք անվտանգ հասցնել Պարոն Այվազյան, այդ իմ հետ եղած եւ կապված։ Դրանից հետո դուք երթի հետևից քայլել եք։ Այո, եթե չեմ սխալվում, եթե չեմ կարող հստակ ասել։ Չէ, կոնկրետ հիշում եք որ քայլել եք, թե չէ։ Հա, հստակ հիշում եմ, որ քայլել եմ։ Մինչև ուր եք։ Մինչև Սարյան քայլել եմ, եթե չեմ սխալվում։ Մինչև Սարյան, այսինքն Ամիրան մինչև։ Ամիրյանից բարձրանում ես դեպի Թեքնոս աչով Սարյան, եթե չբանանում հիշողությունս այլ քայլել։ Իսկ դրանից հետո որևէ մեկը բերման ենթարկվել է։ Իմ կողմից կոնկրետ չէ, բայց ոստիկանության ծառայողների կողմից այդ բերման ենթարկված քաղաքացիներ եղել են։ Հստակ չեմ կարող ասել, բայց հաստատ բերման ենթարկվել է։ Ինչի հիմա վրա եք ասում այդ։ Որովհետև այդ իրավիճակը միտինգների ժամանակ, այդ կոնկրետ հստակ այդ ժամանակ ես հիշում եմ, որ էլի մարդիկ են եղել բերման ենթարկվել, բայց հստակ քանակով չեմ կարող ասել ինչքան բերման ենթարկվել։ Ես 5-ից ավելի քան 10-ից առաջ։ Ոստիկանության ծառայողների կողմից։ Պատվարժում դասավորում։ Ես հստակ չեմ կարող դրա մասին։ Այսինքն դուք չեք հիշում, ենթադրում եք։ Չէ, պատասխանում ես, որ եղել է բերման ենթարկվել։ Խաղն է, ասում եք, ասում եք։ Չէ, խաղը չեմ ասել, հստակ ասել։ Հիշում եք, որ եղել է։ Ես ասում բերման ենթարկված է ոչ իմ կողմից, բայց ոստիկանության։ Այդ երթից հետո, այդ դեպքից հետո բերման ենթարկվածն է։ Հիմա թե հետո թե առաջ չեմ կարող։ Իսկ կտորը հիշեք, որ կտորը մայր է։ Չեմ կարող հիշել։ Չեք հիշում։
Լավ, պարոն Նայիրոսյան, տեսեք, դուք ասացիք, որ մասնակցել եք ըստ էության Լևոն Քոչարյանի հետ առնչությունը ձեր բերման ընթացքի ժամանակ, մինչև ավտոմեքենա տանել է։ Ճիշտ է։ Ինչ ավտոմեքենա էր։ Ավտոմեքենա։ Եթե չեմ սխալվում, բան Honda-ի ոստիկանության մեքենաից է։ Դեռ մի հատ ոնց որ գազել էր, հետո տեղափոխեցինք, այդ մասը չեմ կարող հիշել։ Դուք տարածել եք դեպի գազել ի սկզբանե, թե միանգամից դեպի Honda։ Ոնց է, հիշեք։ Ոնց որ տարանք գազել բերման հետարկված քաղաքացի կազմը չէ, ոնց որ տեղ չկա, դրա համար առանձնացինք Honda-ի կուսում մեքենայի։ Եթե չեմ սխալվում, Այսինքն եթե հիշողությունից իշի լավաշան։ Շատ է, այսինքն դուք մասնակցել եք դեպի գազել տանելը, գազելում հնարավոր չի եղել տեղավորել և հետո տարել դեպի Honda-ի։ Այդ հիշեք հրահանգ ստացել եք Լևոն Քոչարյանի գազելից դեպի Honda-ի այլ ավտոմեքենա տեղափոխելը։ Չէ, ոչ թե հրահանգ է, ես նոր նշեցի իմ խոսքի մեջ, որ բերման ենթարկված քաղաքացիներ կային մեքենայի մեջ, եթե չեմ սխալվում, հիշողությունից ինչի դավաճանում, դրա համար տեղափոխեցինք Honda-ի կուսում մեքենա, որ ազատ էր վար բերման ենթարկված։ Հստակ հիշում եք, որ հրահանգ չեք ստացել։ Այո, Իսկ հիշում եք, թե ինչի մոտ էր կրած ուսումնքը, թե չէ։ չեմ կարող հիշել։ Այն ինչ ասում եք հիմա, վստահ հիշում եք, որ նույնը պետք է ասած լինեք քննիչի մոտ, թե հնարավոր է օրինակ այս հարցի Հնարավոր մի բան այսօր եկող չեմ կարող։ Այս մի բան այսօր մենք ում եմ ուզում հասկանալ, այն հնարավոր է քննիչի մոտ ասած լինեք, որ Լևոն Քոչարյանի մասով հրահանգ են տվել գազելից տանել դեպի Honda-ի ավտոմեքենա։ Հիշեք այդ հանդիպումը։ Բացառում եք, որ նման բան ասած եք քննիչի մոտ։ Ես ասած լինեմ։ Այո։ Ես չեմ կարծում այդպես բաներ ասել, չեմ հիշում հստակ։ Եթե կա, խնդրեմ, արտացեք, հստակ ինչը որ տվել եք ցույցում, դա հիմք է, բնական է։ Այսինքն Բայց այս պահին հիմա մանրամասն բառեր կամ ինչ-որ բան հարցնեք, հարգելիս ես բացառում եք, որ հրահանգ տված լինեն, որ գազելից տարեք դեպի Honda-ի։ Կարա օրինակ տենց բաներ։ Եթե մեքենայի մեջ, նայեք ես նորից ասում, մեքենայի մեջ անկախ պատճառից, բերման եթե յետակված քաղաքացիներ եղան ու դա տեղ չլինի, բնական է։ Ասում ենք տարեք այն մեքենա կամ հնարավոր է։ Դուք այդ բանը Սովետ ավարտի նախապես ասեցի, չէ՞։ Չեք, ավարտի հաջորդ հարցը նախատել։ ավարտեցիք բանը։ Հնարավոր է, որ եթե մեքենայի մեջ տեսեք հիմա ձեր հարցին, սեր պատասխանը, որպեսզի ավելի հստակ լինի։ Կոնկրետ եթե ուղղորդված ինչ-որ մեկը ասի կամ հրամանատարներից կամ ղեկավարից մեկ ասի, այ իր տարեք մեքենան այլ մեքենա, հնարավոր է այդպես ասված լինի, բայց ես ինքս որպես հրամանատարի ծառայության գծով տեղակալ եմ եղել, այդ ժամանակ եթե ես ինքս տեսնում եմ բերման ենթարկված քաղաքացի կա, գազելի մեջ, տեղափոխում եք այլ մեքենա։ Ընդամենը դա ոչ թե անձնավորված, ոչ թե ուղղորդված, ոչ թե ինչ-որ անձի հետ կապված, ոչ, այլ զուտ հարմարավետության համար է դա։ Հասկանալի։ Հիմա հարցս էսպես է։ Տեսագրության մեջ երևում է, երբ որ Լևոն Քոչարյանին ցանկանում է մտցնել գազելը, նա դիմադրում է, չգիտեմ, անհնազանդությունը ցուցաբերել է։ Այդ գազելի մեջ մա չկա, բան այդպես։ Այսինքն, դրալ պարագայում Լևոն Քոչարյանի համար այնքան շատ տեղ կա, մի վարդին էլ է հարցս ավարտում, այնքան շատ տեղ կա։ Այս դու հասկանամ, որն է պատճառը, որ գազելի մեջ, տեսեք, դուք ասում եք պատճառը այդ դեպքում, երբ որ օրինակ տեղ չկա։ Ուրիշ պատճառ է։ Լևոն Քոչարյանի հետնամասում այնքան մեծ տարածություն, ազատություն կա, որ հասկանամ, որն է պատճառը գազելից հետո տանել դեպի Honda-ի։ Շատ լավ, հստակ տեսնում։ Քանի որ գազել եթե ին ոչ թե կոնկրետ այս մասով եմ ասում, այլ ենթադրաբար եմ ասում։ Եթե ես ես դեպքի մասին։ Նայեք, հստակ եթե չեմ հիշում, դրա համար կարող եմ ասել, եթե գազելը դատարկ է եղածը լինի, հաստատ մի հոգու համար մեքենայի մեջ կարանք մինիմում 3 հոգի նստել, պլյուս մի 3 ոստիկան, որպեսզի անվտանգ լինի, այսինքն այդ գազելի մեջ արդեն իսկ հնարավոր չի լինի նորից ինչ-որ մարդ տեղավորել, հա։ Կամ եթե դատարկ է լինում մի հոգու համար այդ մեքենան մենք չենք տեղաշարժում, բայց եթե մի հոգի պետք է բերման ենթարկվի, տեղափոխում ենք ավելի փոքր մեքենա, որ մի հոգի երկու ոստիկանը տեղափոխեն։ Նպատակը դա է։ Իսկ եթե դուք մտածում եք ինչ-որ ուղղորդված, չէ, գազելը մինուս ցեք տարեք, ասենք Honda-ի մեքենան կամ ինչ-որ, նմանատիպ բան չի կարող ուղղակի զուտ տեխնիկական ստեղ խնդիր է, տեխնիկական հարց է զուտ, որ մի փոխում գազելը չտանեն, այլ Բան այդպես, բայց
այդտեղ ենթադրյալ իրավախախտում կատարում է մենակ Լևոն Քոչարյանը, չէ՞, չէ, մի վայր, շատ մարդ կա։ Հիմա գազել առաջինը Լևոն Քոչարյանին օրինակ տեղավորեցի, ընդ այլ լիքը մարդը կա, չէ՞, ու պետք է օրինակ ենթադրաբար բերման ենթարկի։ Հիմա ինչ կապ ունի գազել այդ պահին ծանրաբեռնված է, թե ծանրաբեռնված չէ։ Ես ուզում եմ հասկանամ, երբ որ ծանրաբեռնված չէ, տեսեք, դուք ասացիք որպես պատճառաբանություն տեղափոխելու, որ կարա լինի ծանրաբեռնվածություն եւ այլն։ Ես ասում ծանրաբեռնված չէ։ Ու նայած ինչի՞ց է դրելով եք ասում։ Տեսակցության մեջ երևում է, որ մեծ ազատություն ունի Լևոն Քոչարյանը այդ բան գազելու։ Այսինքն որպես այդպեսի ինչ-որ խցկելու խնդիր չկա, մեծ ազատություն, այնքան մեծ ազատություն, որ կարող է լավ հետ է դա հետո առաջ գա, այսինքն տեղավորվել է մարդը։ Ուզում հասկանամ ո՞րն է այդ պատճառը իրան հետո տանել դեպի Hyundai ավտոմեքենա։ Ես հավատում եմ հարցին եմ կներեք։ Ես հատես հարցի պատասխանը լսել էի, կարող շարունակեմ։ Պարոն Այվազյան, երբ որ Լևոն Քոչարյանը եւ մյուսները շղթայված եկան դեպի ձեզ։ Այդ ժամանակ դուք ասացիք պատասխանելով դատախազի հարցին, որ ոչինչ չեք անում, գալիս եք ուղղակի տես կարում եք վեր, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ է, չէ՞ ինչ դե պատասխան։ Ինչ որ մինչև Լևոն Քոչարյանից ձեզ մոտենալ, ինչ որ անձանց բերման ենթարկում եք, թե չէ։ Եթե չեմ սխալվում, էլ բերման ենթարկվել է քաղաքացին։ Եթե չեմ սխալվում, այո։ Չեմ կարող հստակացնել, որովհետև ժամանակ ասել։ Եթե կապեցնից նայեք ասել, բայց հնարավոր այո, իհարկե։ Այ դուք տեսել եք ինչ-որ մի հանգամանք, մի իրողություն, որ դու կամ ձեր ծառայեկից ընկերները ուզենային ինչ-որ մեկին բերման ենթարկեն, Լևոն Քոչարյանը միջամտել եւ չթողել, որպեսզի X, Y կամ Z անձին բերման ենթարկի։ Երբ որ ես եմ ներկայացել, նմանատիպ իրավիճակ չեմ տեսել։ Բայց կարող ուրիշ ոստիկան լինի, իմ ասացածն չի որ հստակ ես կարող եմ ասել։ Ես դեմ ասում։ Կոնկրետ իմ ասում, ես չեմ հիշում։ Ձեզ անձամբ չի խանգարել, ճիշտ եմ հասկանում։ Ձեզ անձամբ խանգարել է թե ոչ։ Օրինակ պատկերացնենք Պողոսյանը։ Այսինքն նկատի ունեք բերման ենթարկելը, թե ընդհանրապես եք հարցնում։ Չէ, այդ պահին, որ ծառայություն եք իրականացնում, մինչև Լևոնից ձեզ մոտենալը կամ մոտենալու ժամանակ։ Կոնկրետ իմ հետ կապ հարցը հասկացա, կոնկրետ իմ հետ կապված ոչ։ Շատ է։ Իսկ տեսել եք օրինակ ձեր մյուս ծառայեկից ընկերների այլ անձանց բերման ենթարկելով իրողությունները։ Տեսել եք օրինակ չգիտեմ, հրաչիկը մյուսը անունները իմ հետ կառաջ տան։ Իհարկե, նոր տեսեցի ես, նշեցի, որ լիքը ոստիկաններ բերման են ենթարկել քաղաքացիների, իհարկե։ Այն որ ինչ որ դուք տեսել եք, այդ ժամանակ տեսել եք Լևոն Քոչարյանը իրենց խանգարած լինի, որպեսզի բերման ենթարկելու process-ը։ Ես հարցի պատասխանեցի։ Չլսեցիք, կարելի է ներողություն չի նորից։ Հստակ Պատասխանը տվեց, բայց եւս մեկ անգամ պատասխանեք, քանի որ ես չեմ տեսել։ Դուք չեք տեսել ոչ։ Չեմ հիշում հստակ։ Կարող է եղել ես չեմ հիշում այս բանին, որ հստակ պատասխանեմ իմ ասածը, բայց մի քիչ հետո մի հատ նորից այդ հարցը տակ ասեմ, հա, եւ հստակ բաներ կա, որ ժամանակ անցել է, հստակ չեմ կարող պատասխանել, դրա համար։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Իսկ դիմադրության մասին խոսք գնաց, պարոն Այվազյան, որ երբ որ ցանկանում եք բերման ենթարկել Լևոն Քոչարյանի դիմադրություն ցույց տալ, այդ դիմադրությունը մի քիչ մանրամասն կնկարագրեք։ Օրինակ ձեռները պինդ ցած պահել էր չեք թողում, որպեսզի իրան քաշեին, ոտել էր պինդ կերպին, ամրացած։ Նշել է արդեն, հստակ նշեցի եւ հստակ է պատասխանել է, ես շարունակում եմ։ Իսկ ինչ որ անկանոն շարժումներ Լևոն Քոչարյանը կատարում էր այդ ժամանակ, թե ասես փորձում էր պինդ մնալ։ Անկանոն շարժումներ եւ պինդ պահում։ Պինդ պահում։ Ոչ միայն Լևոն Քոչարյանը։ Շատ լավ։ Իսկ sense մի հատ, էլի բան արեցան։ Պարոն Քոչարյանի հետ ինչքան շղթայված մարդկան մոտավորապես հիշեք։ 3-4 հոգի։ Երևի ավելի մի քիչ։ Չեմ կարող հստակացնել։ Ձեր կոնկրետ գործողությունները ուղղված են Լևոն Քոչարյանի վերաբերյալ։ Կոնկրետ ես, այո, Լևոն Քոչարյանի ոչ թե ուղղված, այլ կոնկրետ ես։ Չեմ ասում ուղղված։ Այո, ես դրա համար շեշտում, որ հետո նորից հարց չտակ էլի, այդպես։ Կոնկրետ այո, ես եւ իմ աշխատակից ընկերները փորձել ենք, քանի որ մոտիկ է, ինձ ավելի հարմար է, ես փորձեցի շուտական։ Դուք նաև հայտնեցիք դատարանին, որ մինչ այդ նրանք փորձում էին, չէին կարողանում, դուք օգնեցիք։ Այո։ Քանի հոգի էին մինչև ձեզ նրանք փորձում էին ընդհանրել։ Լևոն Քոչարյանը։ Երկու։ Երբ որ դուք միացավ, ձեզ էլի օգնող մարդ միացավ, ինչքանի օգնում եք մոտավորապես։ Երևի 4 հոգով ենք եղել արդեն։ Բայց մյուսներին ինչի բերման չէին ընդհանրել։ Մյուսներն էլ են բերման, ամեն մեկը փորձում են շղթայված անձանց։ շղթայված անձանց են փորձում են Ես ինձ որպես փաստացում եմ, ոչ թե բերման ենթարկված չէ, օրինակ այդ ասատորով սերվի է։
Անընդհատ խոսում են նրա մասին, թե այդ բանները, որ ուղղորդված չի եղել, լավ, պատկերացնենք, ապրիորի ուղղորդված չի եղել, թիրախավորված չի եղել, լավ, այն ինչ արել է երկրաբար Լևոն Քոչարյան, այդ շղթայված, գալը, չգիտեմ ինչ այլն, արել է նաև Ասատուրովը, արել է նաև Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, ես եմ հասկանալ, լավ, 5-6 հոգով, որ սենց ուղղված դեպի Լևոն Քոչարյանը գործողություն է կատարվել, Ասատուրովին ոչ Բերման են ենթարկել, ոչ այն մյուսներին են Բերման ենթարկել։ Եթե ուղղորդված չի, եթե թիրախավորված չի, բա ինչա պատկերացնես։ Ես այդ հարցին հստակ չեմ կարող պատասխանել, բայց կոնկրետ ես որ Բերման մենք ենթարկել ենք մեքենայի մոտ մինչև ստացել մեքենան, կոնկրետ եղել է Լևոն Քոչարյան։ Թե դրանից հետո այլ ոստիկաններ ում են Բերման ենթարկվածներ եղել են հաստատվել, հստակ թե շղթայից ում են Բերման ենթարկել կամ չեն ենթարկել։ Միգուցե փախել են, չեն կարծել բռնենք, որպեսզի Բերման ենթարկենք։ Հնարավոր, որտեղ բոլորը կեսը փախվում են, կեսը հարցազատ, ում հասցրել են Բերմանին։ Իսկ այսպեսի մի հարց, երբ որ Լևոն Քոչարյանին փորձում եք Բերման ենթարկել կամ նստացնել գազերը, քաղաքացիները խանգարում են, փորձում են Լևոն Քոչարյանին ձեզանից ազատել։ Եթե չեմ սխալվում, այլևս է։ Ինչ է եղել քաղաքացիների հետ։ Չեմ կարող հստակ ասել, որտեղ մենք կոնկրետ ուղիղ կարող Լևոն Քոչարյանին Բերման ենք ենթարկել։ Միգուցե քաղաքացիները խոչընդոտել են, որպեսզի այդ դրամա մի քիչ առաջ ես ինչ էի հիշում, որ կան քաղաքացիներ, որոնք մի քիչ ֆիզիկապես ուժեղ են, մենք 6-7 հոգով կարանք Բերման ենթարկենք, քաղաքացի, որ կարանք 1 հոգով Բերման ենթարկենք, բայց կոնկրետ կարող Լևոն Քոչարյան Բերման ենթարկելու ժամանակ, եթե չեմ սխալվում 4-5 հոգի ենք եղել, որ ապահով հասնենք, որպեսզի վնասված չստանա եւ կոնկրետ հասնենք։ Այն տեսեք ինչ հետաքրքիր։ Իսկ կոնկրետ կողքի մարդկանց թե Բերման քիչի ենթարկվել, այդ հարցին կպատասխանենք բնորոշ փախել են։ Բերմանը ենթարկվել։ Այդ մարդկանց մասին հաջորդ հարցը արդեն դրանց մասին չէ։ Ասում քաղաքացիներ փորձել են Լևոնին ձեզանից ազատ արեցին, խանգարել ձեզ, որպեսզի Լևոն Քոչարյանի Բերման ենթարկվի, ասացիք այո, փորձում էին, միջամտում էին, խանգարում էին։ Հնարավոր։ Այ հիմա հարցս հետևյալն է։ Դասական գործունեությանը միջամտելու պրոցեսը դա։ Ձեր գործունեությանը միջամտելու պրոցեսը։ Ինչի չենք Բերման ենթարկել։ Միանշանակ։ Ավելին ասեմ։ Ոնց Արտահոր եք Բերման ենթարկել, որտեղ ըստ էության ձեր նկարագրածով։ Եթե դուք փորձում եք ինչ-որ մեկին Բերման ենթարկել, միանշանակ հարգարես ստանում եք։ դա հանցանք կա։ Այո։ Դա այս 452-րդ առաջին մասով նախատեսված հանցանք կա։ Հիմա տեսեք, այլ քաղաքացիները ուզում են Լևոնին ձեզանից փոխել, խանգարում են ձեր օրինական ենթադրական, ձեր օրինական գործունեությանը, միջամտում են։ Ինչի՞ դրանից որևէ մեկը չի ձերբակալում։ Ավելին ասեմ, տեսեք, Լևոն Քոչարյանը հիմա սա է։ Հիմա սա է, որ ինչ-որ դուք մարդկանց փորձել եք Բերման ենթարկել ինքը խանգարել է, այդ խանգարելու արդյունքում ինչ-որ մեկի վնասել է։ Այդ տեսեք, Լևոն Քոչարյանը հիմա դրա համար ստեղ է, բայց դուք տալիս եք ելակետ, որ իրան Բերման ենթարկելու ժամանակ մարդիկ խանգարել են, բայց այդ մարդիկ շրջում են դուրս իրենց համար։ Այդ ո՞նց է դեն ստացվում։ Ես հստակ կարող եմ նորից նշել, որ չեմ կարծում, որ Բերման ենթարկված մարդիկ չլինեն այդ օրը հաստատ Բերման ենթարկվել են, չեմ կարող նշել, քանի որ ում կողմից, բայց վստահ կարող եմ ասել, Բերման ենթարկվել, բայց ձեր հարցին, որ խանգարել են ու Բերման չեն ենթարկվել, կոնկրետ ին կողմից, քանի որ ես ուղղակի ֆիզիկապես վիճակի չէի լինի մի քանի անձի մի անգամից Բերման ենթարկել, բնականաբար այդ հարցին պատասխան շնորհակալ եմ մի հարց ևս։ Այ հարցրախոսով այդ պահանջը հնչել է, դուք անձամբ ասացիք, որ լսել եք, չէ՞, մի քանի անգամ։ Այո։ Շատ լավ։ Այդ ժամանակ սերենաները, ազդանշանները ավտոմեքենաների աշխատում էին։ Հիմնականում ձայնային ազդանշանատար զոհան, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի դեպի ոստիկանություն, դրանից հետո բարձրախոսով կնշումը։ Եվ շատ ժամանակ, երբ որ արդեն ասում ոստիկանությունը խոսում ուշադրություն ոստիկանությանը եւ այլն, ժողովուրդը բղավում են, գոռում են, որպեսզի ոստիկանության բարձրախոսի ձայնը չլսվի, բայց մենք բազմա 1, 2, 3, 4 շատ անգամներ հնչեցնում են, որպեսզի լսելի լինի, բայց քանի որ արդեն իսկ իրենք բղավում են, որպեսզի ոստիկանությունը ձայնը բարձրախոսում չլսվի, արդեն լսելի է նրանց համար, որովհետեւ ես վստահ կարող եմ ասել, որ հենց այդ է պատճառը, որ իրենք արդեն բղավում են, որովհետև մենք օրինական պահանջ ենք ներկայացնում։ Պարոն Այվազյան, դուք հիմա դատախազի փոխարեն փորձում եք մեղադրանք հիմնավորել, նախ հարցը դրա մասին չէ։ Ասում երբ որ ասում իրականից ոչ թե ես ասում իրականություն։ Ես հասկացա, բայց հարցը սա է։
ասում եմ, որ բանը հնչել է, որը լսել եք։ Դրա հետ միաժամանակ զուգահեռ ազդանշաններ, սերենաներ Իհարկե լինում, չի կարա չլինի։ Այդ բացառում են հնարավորությունը, որ եթե բարձրախոսում ինչ-որ մի բան հնչի եւ զուգահեռ կան միաժամանակ սերենաներ ունեն, բղավոստեր ունեն, ժողովրդի ձայնը լինի, դա լսելի չլինի։ Համապատասխանացնում եք գնաց, ոնց որ ձեր հարցին հարմար լինի, բայց ես վստահ կարող եմ ասել սենց արգելից, որ հնարավոր է լինի։ Դուք անձողնակալ մարդ եք։ Ես դրա համար իմ հարմարացնեմ։ իրականում ես միշտ ես հստակ եմ ասացը հնարավոր է, այո, ամեն ինչ հնարավոր է, ես չեմ բացառում, բայց հնարավորինս միշտ էլ եղել է եւ բարձրախոսով կարաս ձեր ասածներ լինի, ես չեմ բացառում, հնարավոր է եղած լինի, հնարավոր է, բայց ես վստահ կարող եմ ասել բարձրախոսով բազմաթիվ անգամ Շատ լավ, ասում եմ, իսկ տեսեք, Լևոն Քոչարյանն այն տարածության վրա, որ գտնվում է, որ շրջվեց հետ եկավ, մենք էլ ոնց արդեն հասկացանք, այդ պահանջերից հնչել են Խաչմերուկի վրա գտնվող ավտոմեքենաները, մի քիչ առաջ եկած ավտոմեքենաների մասին խոսք գիտեմ։ Այ Լևոն Քոչարյանը պատկերացնենք այդ բարձրախոսով հնչած պահանջի ժամանակ, երբ որ զուգահեռ բազմաթիվ ավտոմեքենաների սերենաները, ժողովրդի բղավոստն, ընդհանուր լավ sense շուխուրը, հա, մեծաշուխ։ Այս տարածության վրա հնարավոր է լսած չներ որևէ տեսակի հնչեցված պահանջ։ Հնարավոր է, պատվարժան դատարան լսելիության հետ կապված մի քանի հարցի պատասխանել է արդեն, այսինքն անընդհատ կրկնվում Հարավությունը մերժում է պատասխանել ասում եմ ձեզանից։ Նայեք, վստահ կարող եմ ասել, կան քաղաքացիներ, նույն իրավիճակում, կարա օրինական պահանջը բարձրախոսով ասվի, մոտիկ մի մետրի վրա, այդ քաղաքացին ասի ես չեմ լսել։ Կարա լինի, կարա 10 մետրի վրա, 50 մետրի վրա բարձրախոսով խոսան լսեն, բայց քաղաքացիքը կարա խնդիր ունի ականջի հետ չի լսում, ասա չեմ լսել։ Դե կարա ականջից կա կորան լսեմ, հնարավոր է ամեն ինչ։ Այսինքն ես չեմ կարող ասեմ այդ մարդու առողջական վիճակը ոնց ասի, ես չեմ լսի, ասեմ, բայց ես ասել եմ։ Ես ինչ իմանամ մի խնդիր ունի չունի, բայց ասվել է հաստատ։ Այսինքն մի հանգամանք եմ ուզում ուղղակի ֆիքսենք, այդ զուգահեռ սերենաների կամ ազդանշանների կամ բղավոցի ձայնը կարող է ինչ-որ չափով խոչընդոտի այդ լսելիությանը։ Եթե ուզում եք հստակեցնենք, որպեսզի կոնկրետ այդ պահին եղել է ձայնային ազդանշանը եղել է, ես չեմ կարող հստակ դա նշել, բայց կարող եմ ասել, այո, հնարավոր է ձայնային ազդանշանը տրվի, որպեսզի ժողովրդի ուշադրությունը դեպի սերվի ոստիկանություն, որ ոստիկանությունը իր պահանջը ներկայացնի։ Այդ ընթացքում կարա Նաև իհարկե, կարող ժողովուրդը գորան, քաղաքացիները գորան, ձայնը փորձի չլսվի։ Դրա համար ես իմ խոսքի մեջ նշեցի, որ կան նաև քաղաքացիներ, որ բաղացի ենք ասում, որպեսզի իրանք իրենց բարձրախոսով քաղաքացիներին հորդորեն։ Հասկանալ եք, պարոն Այվազյան, իմ հարցը հետևյալն է։ Կարա խոչընդոտի։ Ամեն ինչ հնարավոր է, իհարկե։ Չեմ բացառում։ Ես հարցում։